Թուրքիայում ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է Լիբիայի գլխավոր շտաբի պետ գեներալ Մուհամմեդ Ալի Ալ-Հադադը։ Նա Անկարայում էր թուրք գործընկերոջ Սելջուկ Բայրակթարօղլուի հրավերով։ Փրկարարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները Անկարայի մոտ։ Ռուսաստանի դրոնային եւ հրթիռային հարձակման հետևանքով Ուկրաինայում զոհվել է 3 մարդ, իսկ երկրի մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է։ Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնում Պաղեստինամետ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել է շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգին։ Նրան ձերբակալել են ահաբեկության մասին օրենքի համաձայն։ Ակցիայի ժամանակ նրա ձեռքին եղել է ցուցանակ, որի վրա գրված է եղել, որ նա աջակցում է Palestine Action կազմակերպության հետ կապ ունեցող բանտարկյալներին։ Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել է Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրանյութ տեղափոխող նավի, որի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Մեքսիկայի ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել Տեխասում։ Կործանման հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում 2-ամյա երեխա։ Ինքնաթիռում եղել են այրվածքներով հիվանդներ, որոնցից ոչ ոք չի փրկվել։ Հռոմի Պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոներին համաշխարհային հրադադար հաստատել։ Ես կրկին դիմում եմ բարի կամք ունեցող բոլոր մարդկանց հարգելու խաղաղության օրը առնվազն մեր Փրկչի Ծննդյան տոնին։ Երեքշաբթի օրը Հռոմի մերձակայքում գտնվող իր նստավայրում լրագրողներին ասել է Պապը։ 2025 թվականը բոլորիս համար ծանր է եղել, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, ապա սփոփել ժողովրդին, բայց մի անհանգստացեք, հաջորդ տարին շատ ավելի վատ է լինելու, ասել է վարչապետը։ Բանգլադեշի ղեկավարի երիտասարդ տեխնացու Շարիֆ Օսման Հադիի եղբայրը մեղադրել է Բանգլադեշի ժամանակավոր կառավարությանը Շարիֆին սպանելու համար։ Նա վստահ է, որ ժամանակավոր կառավարությունը նպատակ ունի ստեղծել անկայունություն եւ խափանել առաջիկա ազգային ընտրությունները, որոնք նշանակված են փետրվարին։ Սադամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։